դեռևս բավականին լարված իրավիճակ Ղարաբաղյան հակամարտության ոլորտում եւ շրջափակված ըստ էության հայ-թուրքական սահման։ Սրանք այն արտաքին սպառնալիքներ են, որոնք ակնհայտորեն կաշկանդում են կամ նույնիսկ ինչ-որ միտեղ պարտադրում ներքաղաքական, ներտնտեսական զարգացման որոշակի միտումներ։ Սա ակնհայտ է։ Երկրորդը, ակնհայտ է նաեւ այս սպառնալիքներով պայմանավորված մեր արտաքին քաղաքական, աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական համագործակցության հիմնական վեկտորը։ Այստեղ նորից եմ կրկնում, որ մեր անվտանգությամբ պայմանավորված Հայաստանը երկարաժամկետ ռազմաքաղաքական համագործակցության կապերի մեջ է գտնում Ռուսաստանի Դաշնության եւ դրան հետ կապված կամ դրանով պայմանավորված կոլեկտիվ անվտանգության համագործակցության շրջանակներ։ Սա այն ֆորմատն է, որը ըստ էության ապահովում է գոնե այս պայծրության մեզ համար տեսանելի նաև ապագայում ապահովում է անվտանգ զարգացման հնարավորություններ։ Այստեղ պետք է մենք արձանագրենք մի շատ կարևոր թեզ ըստ իս։ Դա այն է, որ Հայաստանը հարավային Հայաստանի անվտանգություն, այսուց Ռուսաստանի հարավային ուղղությամբ ռազմավարական հետաքրքրություններ, հետաբար եւ այս կոնտեքստում Ռուսաստանի անվտանգություն եւ Հայաստանի ազգային անվտանգություն, սրանք հոմոնիշներ են։ Սրանք նույն հասկացություններն են։ Չի կարող լինել Հայաստանի անվտանգություն առանց ռուսական հետաքրքրությունների այս ուղղությամբ ապահովելու եւ ճիշտ հակառակը։ Չի կարող Ռուսաստան հարավային ուղղությամբ իր ռազմավարական շահերը երկարաժամկետ հատկացում կեսունակ իրացնել առանց Հայաստանի հետ համագործակցության ռազմաքաղաքական ոլորտում։ Այսինքն կարելի ասել, որ հարավային Կովկասում Ռուսաստանն եւ Հայաստանը հանցանն անվտանգության հարցերով ամենաբնական դաշնակիցները, որոնք են ներքին մարտահրավերները։ Ներքին մարտահրավերները անկասկած վերաբերում են մեր հանրային կյանքի որակներին։ Սկսած մոնոպոլիզացիայի վտանգներից, որոնք ունեն առանձին ոլորտներ, կոռուպցիա, վերջացած լիբերալ տնտեսություն վարելու համար անհրաժեշտ այն բարդություններն ու խնդիրները, որոնք որպես կանոն խոչընդոտ են անցանում ներդրողների ներգրավման համար։ Սա մեկ։ Երկրորդ, սահմանափակումը լուրջ։ Այն է, որ Հայաստանի տնտեսությունը չի կարող դինամիկ զարգանալ առանց արտաքին շուկաների, առանց արտահանման ծավալների աճի։ Այսինքն միայն Հայաստանի տնտեսական տարածքով 2 միլիոն, 3 միլիոնանոց սպառողական շուկայի միջոցով փորձել զարգացնել սեփական տնտեսությունը հնարավոր չէ։ Հետաբար Հայաստանի տնտեսական զարգացման համար հարկավոր են շուկաներ, ընդ որում որքան դինամիկ զարգացող շուկաներ, այնքան մեզ համար ավելի ձեռնտու։ Եվ այս երկու, իհարկե խոչընդոտներ գոյություն ունեն, բայց սպառնալիք եւ սահմանափակումներ գոյություն ունեն, բայց երկու հիմնական այս հանգամանքները ըստ էության կանխորոշում են մեր արտաքին քաղաքական գերակայությունները։ Այսինքն տնտեսական համագործակցություն ընդլայնված, թե ԱՊՀ շրջանակներն, դուք գիտեք, որ մենք ԱՊՀ շրջանակներում ունենք նաև ազատ առևտրի, գործունեության ազատ առևտրի համաձայնագիրը եւ տնտեսական ընդլայնված համագործակցություն Եվրոպական միության հետ։ Եթե կուզեք Եվրոպական միության հետ ասոցիացիան համաձայնագիր, խորը եւ համապարփակ առևտրի համաձայնագրի բանակցային գործընթացի ողջ իմաստը, բովանդակությունը մեկն էր, փորձել հայաստանյան տնտեսական համակարգը արդիականացնել, առավելագույնս մոտեցնել եվրոպականին, այնչափ որ եվրոպական ցանկացած ներդրողի համար եւ ոչ միայն եվրոպական այդ տնտեսական տարածքը լինի բավականին հրապուրիչ բարձր արտադրողական արտարաշտապեղել այսինքն ստեղծելու համար, այսինքն եվրոպական ուղղությունը մեզ համար ուներ բացառապես սեփական տնտեսական համակարգ արդիականացնելու, այն դարձնելու ժամանակակից, նրա հենքը դարձնելու եվրոպական ստանդարտները, եվրոպական ընթացակարգերը, տնտեսական որոշումների կայացման եվրոպական մոդելները առավելագույնս դարձնել Հայաստանի համար մատչելի եւ ընկալելի։ Անկասկած այս հնարավորությունները նաև բացել են նոր հորիզոններ եվրոպական մոտ 500 միլիոնանոց շուկան ավելի մատչելի դարձնելու համար։ Նույն խնդիրը ակնհայտորեն հետամուտ էր նում Հայաստանը, նաև երբ որ իր արտաքին առևտրական տնտեսական հարաբերությունները ձևավորում էր ԱՊՀ շրջանակների հետ, ենթադրել որ այդ կերպ նա իրեն մատչելի է դարձնում շուրջ 250 միլիոնանոց սպառողական շուկան։ Իդեպ մի առանձնահատուկ կարևորությամբ, եթե փորձեք մեր արտաքին առևտրի ամբողջ կառուցվածքը վերլուծել, ապա մենք կարող ենք փաստել հետևյալը, որ մոտավորապես մեր արտաքին առևտրաշրջանառության
25-ից 30%-ը բաժին են գնում ԱՊՀ երկրներին, այդ թվում առաջերտին 20-24%-ը չեմ սխալվում Ռուսաստանի Դաշնությանը, մոտավորապես այդ կան, մոտ 30%, մի քիչ ավել 30% բաժին են գնում Եվրոպական միությանը, բայց եթե Եվրոպական միությունը սպառում է հիմնականում հումք, համկողմքային արտադրության արտադրանքը, պղինձ, մոլիբդեն եւ այլն, ապա ԱՊՀ շուկան ըստ էության սպառում է մեր ամբողջ ողջ արտահանման ողջ ծավալը, ըստ գյուղատնտեսությունից, վերամշակման արտադրությունից վերջացած տրիկոտաժով։ Այսինքն ԱՊՀ շուկան իր սպառողական կարողություններով եւ մեզ համար պահանջարկված լինելով մեր ռեալ սեկտորը բազմապրոֆիլ դիվերսիֆիկացված արտաքին տնտեսական հարաբերություններ ձևավորելու համար ավելի նպաստավոր է այսօր, քան եվրոպական շուկան։ Կրկնում եմ, չնայած կրկնում եմ, դրանք երկուսն մեզ համար հավասար չափով կարևոր են։ Հաջորդ թեզը, որ պետք է տվյալ մաշվի առնել, այն է, որ այդուհանդերձ տևական ժամանակ Հայաստանը վարում էր մաքսային միջան հետ, եվրոպական ընկերակցության հետ հարաբերությունները եվրոպական ասոցիացիան համաձայնագրի շրջանակներում, արևելյան գործընկերության ծրագրի սահմաններում, ակնհայտ հետևելով հետևյալ թեզին, որ այդ ծրագիրը որևէ մեկ այլ կառույցի, որևէ ինտեգրացիոն սխեմաների դեմ ուղղված չէ։ Դեռևս 2008 թվականին ակնհայտ էր, որ եվրոպական մեր գործընկերները բազմաթիվ առիթներով ասում էին, որ սա ընդամենը հնարավորություն է տարածքը, այսինքն այս երկրները նկատեն Ուկրաինա, Հայաստան, Վրաստան, Մոլդովա կամ Բելորուս նույնիսկ դարձնել առավելագույնս եվրոպական տնտեսական համակարգին մոտ եւ հարազատ եւ որևէ այլ նպատակ աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական նրանք չեն հետապնդում։ Եվ այս ընկալումներից ելնելով է Հայաստանը միշտ հռչակելով իր տնտեսական եւ անվտանգության կապերը ԱՊՀ եւ ՀԱՊ շրջանակների հետ շարունակում է իր համագործակցությունը եվրոպական կառույցի հետ։ Եվ միայն եթե հիշողություն չի դավաճան 2011 թվականին, երբ Հայաստան այցելեց եվրոպական միության ամենաբարձրացիան պաշտոնյաներից մեկը, պարոն Բարոզոն, որը այդ անգամ հայտարարեց, որ չի կարող մնալ եւ մոդելը։ Դուք Հայաստան պետք է կողմնորոշվեք կամ Եվրոմիության հետ համագործակցություն, կամ մաքսային միության հետ, այսինքն առաջին անգամ Հայաստանի առջև խնդիր դրվեց կոշտ ընտրություն կատարել Եվրոպական միության եւ մաքսային միության միջեւ, ընդ որում որևէ կոմպենսացիոն մեխանիզմներ չառաջարկելով։ Մեծ իմաստով կրկնում եմ, հյուսային ուղղությունը, եթե այդպես պայմանական ասենք, Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները զուտ տնտեսականից զատ իր մեջ պարունակում է նաև ռազմաքաղաքականը, այսինքն անվտանգության կոմպոնենտ։ Եվ մենք խորապես համոզված ենք, որ Եվրոմիությունը այն ինչ որ տալիս է Ռուսաստանի հետ մեր համագործակցությունը, Եվրոմիությունը չի կարող կոմպենսացնել, որտեղ ինքը Եվրոմիությունը անվտանգության սպառող է։ Ինքը Եվրոմիությունը անվտանգության համակարգը ուրիշի անվտանգության համակարգից է օգտվում, ՆԱՏՕ-ի անվտանգության համակարգ։ Ինքը սեփական անվտանգության համակարգ, հետևաբար երաշխիքներ չի կարող տրամադրել։ Այնտեղ որ ՀԱՊԿ-ը, մասնավորապես նաև Ռուսաստանը, այդ տեսակետից լրիվ կոմպենսացնում էր մեր հարաբերություններին այդ ռազմական սպառնալիքը։ Այսինքն մենք համոզված ենք եւ կարծում այսօր իրադարձությունների զարգացումները հատկապես Վիլնյուսից հետո դա են փաստում, որ եվրոպական քաղաքական միջավայրի համար այս երկրները իրենց տնտեսական եւ աշխարհատնտեսական կարողությունը չեն կորցրել։ Ավելին ասեմ, հավանաբար մենք ձեզ հետ կհամաձայնենք, ստիպված ենք համաձայնել, որ այդ հարցադրումը կամ Եվրոմիություն, կամ մաքսային միություն ըստ էության ցախողման սպառնալիքի տակ դրեց եվրոպական միության համար մեծ հեռանկար խոստացող արևելյան հարևանության գործընկերության ծրագիրը։ Ըստ էության, եթե մենք հաշվի առնենք այն որտեղ ես ավարտում եմ, այն որտեղ ունենում այսօր Ուկրաինայում եւ տեսնում ենք թե ինչպիսի ցավալի process-ներ են տեղի ունենում, մենք կարող ենք ասել, որ եւ հաշվի առնելով նաեւ Եվրոմիության պատասխանատուների հայտարարությունն այն մասին, որ այդուհանդերձ մասնավորապես Հայաստանի պարագայում, որ Հայաստանի հետ համագործակցությունը շարունակություն ունի, Հայաստանը դեռևս Եվրոպայի համար ունի իր կարևորություն եւ դա այդպես էլ կլիներ, որտեղ Հարավային Կովկասը Եվրոպական միության համար չի կորցված, Հարավային Կովկասում Եվրոմիությունը իր հետաքրքրությունները արդյունավետ իրացնելու համար ստիպված է համագործակցել նաեւ Հայաստանի հետ, բայց հաշվի նստելով Հայաստանի անվտանգության խնդիրները։ Ահա մեր առաջարկը, փորձենք մենք առանց մեկը մեկին խոչընդոտելու, օգտագործելով թե մաքսային միության, եւ թե Եվրոմիության հնարավորությունները, եթե կուզեք Հայաստանը դարձնել յուրատեսակ հարթակ, յուրատեսակ հնարավորություն, որտեղ ըստ էության մաքսային միության անդամակցելու պարագայում մեզ մոտ անվտանգության մակարդակի թե Հայաստանի եւ թե Ղարաբաղի
մեկ աշճան բարձրանում է, հետևաբար ներդրողների համար դա պակաս գրավիչ չի դառնում, որովհետև ըստ էության էապես տվազում են բոլոր տեսակի ներդրումների քաղաքական ռիսկերը, մյուս կողմից Եվրոպական միության հետ համագործակցությունը հարևանության արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության արդյունքում մեր տնտեսական համակարգի արդիականացումը ռեալ հնարավորություն է ստեղծում նաև ներգրավել օտարերկրյա արևմտյան ներդրողների։ Արդյունքում Հայաստանը ունի ռեալ հնարավորություն վերածվելու յուրատեսակ հատակ ներդրողների համար ներգրավել թե ռուսական եւ թե արևմտյան ներդրողներին, այն առումով, որ այդ ապրանքները կարող են անկաշտած թափանցել թե Ռուսաստան եւ թե արևմտյան Եվրոպա հաշվի առնելով GSP+ ծրագրի հնարավորությունները մոտ 7000 ապրանքատեսակի շուրջ։ Հետաբար մենք այսքեր Հայաստանը փորձում է առավելագույնս արդյունավետ օգտագործելով բազմավեկտորությունը առավելագույնս արդյունավետ ապահովել իր դինամիկ եւ անվտանգ զարգացնելու համար կայուն եւ անշրջելու երաշխիքները թե անվտանգության եւ թե տնտեսության ոլորտում։